Դա երկար ժամանակ ինչքան գիտեք բան արել, ձգձգվել է խորհրդի կողմից ներկայացրած, որ ամեն 10 օր պիտի մենք իրազեկենք հանրությանը արդյունքների մասին, իրազեկում չի եղել, ձգձգվել է դարել 20 օր, 20 օրից հետո չի եղել, ձգձգվել է դարել արդեն ամսցավել, բայց ես դա ոչ թե մեղադրում եմ ինչ որ խիչի ստացվել կամ խիչի, ես իմ տեղեկություններով, իմ հասանելիք խոսքի այդ բաներով ես գիտեմ, որ այն արդյունքները չեն գրանցվել, այն արդյունքները չկա, որ դուրս գա խոսքի ներկայացնենք հանրությանը, որ այս ժամանակահատվածում այս ձևի արդյունքների հասել եք։ Այստեղից սկսել է խոսքի այդ առաջին իմ անձնական խոսքի մոտեցումը, որ ես կողմնակից չեմ շարունակելու, պիտի դադարեցնենք հենց այս պայմաններին, խորհրդի մյուս անդամների կողմից էր խոսքի հակառակ, դե ամեն մեկը իր տեսլակետ ունի, այստեղ խոսքի ամեն մեկն էլ իր խոսքի իրավունքն է ունեցել, բայց իմ ձևաչափս, իմ մոտեցումս այս ձևակերպով է եղել, որը վերջնականում արդեն իմ որոշման մի հատ խոսքի բանն է, որ ինչի եմ դուրս եկել խորհրդից, երկրորդը ամենա էլի տենց կարևոր նշանակություն ունեցող հանգամանքը եղել է, որ խորհրդի անդամներից մեկին պաշտոնի զբաղեցումը, պետնախարարի պաշտոնի առաջարկ է եղել, խորհրդի անդամը ընդունել է, բայց նախօրոք չի քննարկվել խորհրդի մեջ այդ առաջարկը եղել է իր անձնական որոշումով, ու դրանից որոշումից հետո ներկայացվել է խորհրդում, որ ես սենց որոշում եմ կայացրել ու այդ բանով, դա իմ կողմից եղել է էլի արձագանք, որ ես չեմ համարում դա ճիշտ, ոչ թե պաշտոն զբաղեցնելի հետ կախված, խնդիր չկա, եթե ներկայացուցիչը խորհրդում չելներ ուրիշ տեղ, ուրիշ ոլորտում, ողջունելի բանը առաջարկել են խոսքի, բայց խորհրդի սկզբունքային պայմանավորվածությունը լրիվ ուրիշ ձևաչափով է եղել, այդ սկզբունքային պայմանավորվածության հիման վրա եմ ես տվել իմ համաձայնությունս, հաշվի առնելով, որ Արցախից ես պայքարելով ժողովրդի հետ միասին, մեկ էլ ստեղ շարունակելով իմ պայքարս, հանուն խոսքի, մեր արցախահայության, հանուն այսօրվա իրավիճակում մեր հայտնվելու բոլոր այդ ծանր հետևանքների հետ կախված, ստեղ ես արդեն արձագանքել եմ այս ձևաչափով, էլի իմ տեսլակետով, եղավ, եթե որոշում կայացրել եք անձնական պաշտոնը ընդունելու համար, իմ առաջարկս է խորհրդից դուրս գաք, որ խորհուրդը պահպանի իր ինքնուրույնությունը, որովհետև պաշտոն խորհուրդ, եթե սկզբնական շրջանում ձևակերպվել է այն ձևաչափով, որ խորհուրդը պիտի միշտ ինքնուրույն լինի, ոչ մի ուժերի կողմից, ոչ մի պաշտոնական ինչ-որ բաների կողմից չլինի խոսքի որոշումների կամ էլ կայացած որոշումների ինչ-որ ճնշում կամ ինչ-որ մասնակցություն, մենք սկզբնական շրջանը միշտ այդ սկզբունքը դրած է եղել, որ մենք չպիտի շեղվենք այդ սկզբունքներից, միջև վերջը խորհուրդը պիտի պահպանի իր ինքնուրույնությունը։